Մենք ջհուդիկ բերել ասում ինքը հայագետ է։ Մեր ղեկավարությունը, այսպես ասած, իհարկե դրածո է։ Այսքան նախագահ փոխվել, ինչի ոչ մեկը չճանաչեց Արցախը։ Ղարաբաղի պատերազմը հաղթեցին մեր սովետական տղաները։ Կաժոլը, որ աղջիկ կլինի, առաջի անգամ եմ տեսնում։ Իրանք հենց ամենավատը բերեցին, ինչի պետք է հպարտ լինի։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք հայագետ Լիա Ավետիսյանին։ Բարև ձեզ, Տիկին Ավետիսյան, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրով, Տիկին Ավետիսյան, թևակողել ենք մայիս ամիսը, որը մեզ համար ասոցացվում է հաջողության, հաղթանակների հետ, եւ մայիսին մենք անկախություն ձեռք բերեցինք, մայիսին մենք ունեցանք եռատոն, մայիսի 9-ը մեր հաղթանակի օրը, որը թերևս հայ ազգի համար ամենակարևոր տոնն է, բայց այսօր չկա այն ոգին, որը կար մինչև 2020 թվականի պատերազմը։ Կխնդրեմ նշեք, թե բարոյահոգեբանական առումով ինչպես անդրադարձավ մեզ վրա այս պարտությունը, Արցախի հայաթափությունը։ Գիտես, սիրուն աղջիկ, ես կարծում եմ, որ ոչ թե մեր պարտությունն է ազդել, այլ պարտությունից հետո ծավալված մեծ աշխատանքը, մեզ պառակտելու, մեզ հիասթափեցնելու, հայաթափություն կազմակերպելու, այսօր էլ ես երեք միացրեցի YouTube-ը, մի հատ տղա խոսում է, թե բանա հայ կանայք վերծիլությունը կորցրել են ծննդաբերելու ունակությունը, եկեք ներբեռնենք աֆղանացի, հնդկացի եւ այլն։ Դու բժիշկ ես, դու ստատիստիկա ունես քո ձեռի տակ, այս սրիկա, դու ինչ ես քարոզում, որ այս եզակի երկիրը, աշխարհի 30 եզակի երկիրը դառնա կամպոտ, որ հետո այդ մնացած բոլոր բջիջները իրար դեմ լարեք, ինչպես աշխարհով մեկը։ Ներթափանցել են շատ վտանգավոր մարդիկ, որոնք արդեն հասկանում եմ իրանց կապը իրար միջև։ Օրինակ ինքը բանի են Տիգրան Ավանեսյանը, թե ինչա, իրա թիմակիցն է, այն էլ ուրիշ կողմից է ռմբակոծում, ջհուդիկ բերել է, ասում ինքը հայագետ է։ Դու բանասիրականն ես, երևի ավարտել, չէ՞, դու առաջի կուրսում ավելի հայագետ էիր, քան ինքը հիմա, արդեն դրոշմը ստացել է հայագետի։ Վտանգավոր բաներ շատ են արվում, եւ դա հայի ինքնության դեմ է, հայի իրար հետ համերաշխության հնարավորության դեմ է, եւ ապագա ստեղծելու դեմ է։ Ոչ մի բան չի արվում ապագան ստեղծելու վերաբերյալ, չէ՞ որ տանը ուզում ես ջաշ եփել, մտածում ես սկզբից բորշա։ Ուրեմն պետք է բազուկ առնեմ, կաղամբ առնեմ, կարտոֆիլ առնեմ, սոխ առնեմ, տոմատ առնեմ եւ այլն, որ ջաշը ստեղծվի։ Հարիկոպալի ոչ մի բան չի արվում։ Ամեն ինչ պլանավորելով է։ Եթե հոգնել եք պլանային պետությունից, որը սովետներ, դե հիմա ես տեսնեմ ինչ եք անում։ Ինչ եք անում։ Ամենաանհաջող, հետ մնացած երկիրը այսօր սովետական միության հանրապետություններից Էստոնիան է։ Միակ երկիրն էր, որ մեզնից փոքր էր, բայց մի քանի 100,000-ով տարբերությունը։ Հիմա կեսն էլ չի մնացել։ Հիմա 1.5 միլիոնից քիչ են իրանք։ Բայց մեր նախագահն այդտեղ վարչապետը գնում է այդտեղ բանանում, իրանց փորձն սովորում երևի, ոնց անի, որ հայաթափի երկիրը։ Մեր ղեկավարությունը, այսպես ասած, իհարկե դրածո է, իհարկե դրսի կամակատարն է, եւ շատ ափսոս, որ մեր ազգը չունի առաջնորդներ, որոնք հուշեն, որ ճիշտը սկսեք ձեզնից, ապրեք հետաքրքիր կյանքով, եւ որ դուք դառնում եք հետաքրքիր, ոչ աղջիկները տանը կմնան, ոչ մամաները դժբախտ կլինեն, ոչ պապաները կգնան կխմեն, բոլորը կունենան հետաքրքիր զրույցի թեմա, եւ այդ թեման քաղաքականությունը չի, որը մարդկանց բաժանում է, երեխաները կմեծանան, կարգին մարդ կդառնան, բայց պետք է ինքներս մեր վրա աշխատենք։
Տիկին Ավետիսյան, նշեցիք, որ այս իշխանությունները դրածո են եւ տեսեք ուղիղ 7 տարի առաջ այս օրերին իշխանափոխություն տեղի ունեցավ եւ կխնդրեմ նշեք, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ինչ տվեց Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին։ Ախր ինչի պետք է հպարտ լինի քաղաքացին, հպարտությունը մեղք է։ Քրիստոնեությունը ասում է հպարտությունը մեղք է, մի քիչ ճիշտ չի դառնված, իհարկե գոռոզությունն է մեղք, բայց հպարտությունը իրենք իրենց որակեցին այդպես։ Այո, բայց ես էլ ասում եմ, որ իրանք հենց ամենավատը բերեցին, ինչի պետք է հպարտ լինի։ Քաղաքացին պետք է ներդաշնակ լինի մնացած քույրերի, եղբայրների հետ, իր երկրի հետ, իր մայր հողի հետ։ Պետք է ներդաշնակ քաղաքացի լինի։ Հպարտս որն է։ Դե Սերժը այն թատրոնը որ խաղաց, որ եկավ Նիկոլի կողքը նստեց, ասեց ես խալ եմ, դու ճիշտ, մենակ թե լիներ լուսանկար, որ երևա, որ իշխանությունը բռնի ուժով չի զավթված։ Այդ դրա համար էր այդ իշխանափոխության ապահը։ Իր դուխը չհերիքեց հանձնել Ղարաբաղը, բայց ինքը պատրաստել էր ընդհանրապես մեր բոլոր նախագահները։ Այսքան նախագահ փոխվել, ինչի ոչ մեկը չճանաչեց Արցախը։ Ինչի ոչ մեկի դուխը չհերիքեց Հայաստանի կազմի մեջ մտցնի։ Ինչ էին խաղում, դերասանություն անում։ Հիմա էլ են ամենաառաջինը, որ իրական ղեկավարն է այս երկրի, ինքն է չէ իրաց կազմակերպում։ Մի հատ մատրյոշկա է, իրար միջից դուրս են գալի։ Մեծից փոքրը, փոքրից ավելի փոքրը, փոքրից այս պուճուրը։ Հələ պուճուրից հետո ավելի կարլիկ է գալու։ Լավ, Փաշինյանի իշխանությունը ինչ բերեց Հայաստանին, ինչը օգուտ տվեց։ Ոչ մի բան։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները ինչու են հանդուրժում։ Հանդուրժում են, որովհետև կազմակերպվելու փորձը չունեն այլևս։ Այլևս ինքնակազմակերպվել չգիտի հայը։ Եթե ինքը առաջ սովետական դպրոցում պիոներական ջոկատի անդամ էր, շարվում էին, բան էին դանում, զգաստ ձևն էին բռնում, միասին սովորում, միասին ռազմագիտության դասերին բան սարքում, կամ բանի ձեռքի աշխատանքի դասերին, միասին թափոն հավաքում, միասին ինքնագործունեության մեջ մասնակցում։ Հիմա այդ չկա։ Ղարաբաղի պատերազմը հաղթեցին մեր սովետական տղաները։ Էս հիմա չկա, հիմա դպրոցը դարձել է փորձանք։ Սովետի դաստիարակությամբ իհարկե։ Իհարկե, սովետի դաստիարակություն մեջ, դա հո սովետինը չէր։ Սովետն էլ Գերմանիայից էր վերցրել։ Դա մեծ մանկավարժական ուսմունք էր, հրաշալի ուսմունք։ Օրինակ Մակարենկոն որ վերցրել էր անտեր երեխաներին փողոցում մնացած ու իր հատուկ դպրոցում սարքել էր մարդ, դա մեծ ուսմունքի իրագործումն էր։ Գրել էր ինքը հետո գիրք Ռեսպուբլիկա շկիտ։ Գայդարը որ գրում էր Տիմուրի ու իր թիմի մասին, այդ բոլորը ցույց էր տալի ինչպես են երեխաները փոքր ժամանակ արդեն պատրաստվում համագործակցելու։ Հետո գնում էին ինստիտուտ սովորում էին, գնում էին գործարան, գործարանում կոլեկտիվ է բրիգադը։ Դու գիտես, որ քո աշխատանքից կախված է քո ընկերոջ աշխատանքը, որովհետև այս մի հանգույցը արտադրում են այս ցեխում, կողքի ցեխում արդեն բան հավաքում են։ Այն մյուս ցեխում այդ հավաքածը դնում ընդհանուր սարքի մեջ։ Բոլորը իրարից կախում ունեն, բայց կախումը ոչ թե ենթարկվելու իմաստով, այլ համագործակցելու։ Բոլորը հավեսով համագործակցում են։ Ես հիշում եմ սովետի ժամանակ այդ բաները, ֆիլմերը, որտեղ արտադրական կյանքը ցույց էին տալիս, կինոքննադատների դուրը չէր գալիս, ասում էին, այլ արտադրական ֆիլմեր են։ Բա հիմա ինչ եք ցույց տալիս։ Հիմա ամուսինը կնոջը դավաճանեց, կինը ամուսնուն խաբեց, որ իր փողերը առնի ձեռը, էս ասախ կինոյի պատմությունը, չէ, հիմա ուրիշ պատմություն չկա։ Ով ում խաբեց, ով ում լախկեց, ով ում ծեծեց, սպանեց։
Տիկին Ավետիսյան, ինչն է փոխվել, ժամանակներն են փոխվել, սերունդն է փոխվել, ինչն է մեզ այսքան հեռացրել, ժողովրդին հեռացրել ազգայինից։ Կրթությունը եւ ազգային գաղափարը, որից ամաչում է մեր այսպես ասած ղեկավարությունը։ Ամաչում է, իրան չի թույլատրվում, ինքը ստեղի մարդ չի։ Ինքը խամաճիկն է, որի թելերը ուրիշ երկրից են թափ տալիս։ Որ երկրից եւ ինչ նպատակով։ Պատկերացրու բազմաթիվ։ Եվրոմիությունը հաստատ, որովհետև հանձնարարականներ են ստանում, ես օրինակ են աղը սեղանին չդնել ռեստորաններում, չէ՞, որ ծիծաղելի է։ Մեկ էլ վերջերս տեսնեմ, մեկ Ռուսաստանում մի հատ դեպուտատ մեջտեղ ընկավ աղը չդնելու հարցով, մեկ էլ Տաջիկստանում։ Այսինքն ինչ է, Եվրամիությունը մի հատ այսպիսի դավթար է կազմել, որ բոլոր կետերը դավթարի, բոլոր իրան ենթակա պետությունները պետք է կատարեն։ Հիմա այդ պետությունները մեկը սկզբից է սկսում, մյուսը վերջից է սկսում, մեկը մեջտեղից, բայց բոլոր կետերը պետք է կատարեն, տարբերակ չունեն։ Դրա համար պարզ է, որ Եվրամիությունը Եվրամիությունը դատապարտված կառույց է, բայց սրանք քանի որ այդտեղից գրանտ են ստանում, այդտեղի շատ հարցեր ունեն տալու առնելու, չեն ուզում հրաժարվել, բայց Եվրամիություն արդեն Անգլիան ինչի դուրս եկավ Եվրամիությունից, այդ իր Brexit-ով, ինքը գիտեր, որ դատապարտված է, ամենալավ հոտառությունը Անգլիան ունի, որտեղ նախաձեռնողներ միշտ ինքն է, Անգլիան դուրս եկավ, որ Եվրամիությունը քանդի։ Իսկ մենք էլ գնում ենք դեպի Եվրամիություն։ Մեզ ստանում են, ճիշտը խոսենք, հա, երբ որ ոչխարներին մի հատ այծ ստանում է մսա գործարան, ինքը դավաճան է, այծը դավաճան է, ոչխարներն հայրոք հետևից գնում են, ինքը գնում է իրանց մսցնում է ցերկ, հետևի դռնից իրան բաց են թողնում, ինքը դուրս է գալի, որ մյուս անգամ հաջորդ հոդը ոչխարների տանի։ Հիմա այս այծերը նստած են ազգային ժողովում եւ կառավարությունում։ Ընդ որում սա աղջիկ են։ Կազոլը որ աղջիկ լինի առաջի անգամ եմ տեսնում։ Սա ինչքան նախարար են նշանակում սա աղջիկ։ Գուցե ինչ-որ բանի են պատրաստում, այո, օրինակ ասում են 2026 թվականի համար Նիկոլ Փաշինյանը պատրաստում է որպես վարչապետ Աննա Հակոբյանին։ Գուցե դրա համար են կանայք իշխանության գալիս, կանայք նախարարներ նշանակվում։ Բայց ամոթ հայ ժողովրդին, եթե այդ իղձը կատարվի, ամոթ հայերին։ Ես ոչ մի հայ տղամարդու ձեռս չեմ բարևի։ Այդ ինչ բան է։ Որ ասում էի պատից հետո բեթարն էլ կգա, չէ, իհարկե չէ, լինելու բան չի։ Հենա Վրաստանի նախագահն եկա ստեղ, ինքը տասնամյա կրթություն ունի։ Աննան էլ տասնամյա կրթություն ունի, չէ, Աննան բարձրագույն չունի։ Դե հիմա կրթվում են, կրթությունը նորաձև է հիմա է նորաձև դարձել։ Կրթությունը, ինք որտեղ ասավորում, խոհարարական կուրսերում։ Իրիցախ լսարանը Իրաթիկնազորը պետք է նստի, մնացած ուսանողները։ 7 տարի մնացին նույն դասարանում, հիմա կրթությունը նորաձև է, հիմա կրթվում են։ Լավ, մեր հումորը հերիքում է, հա, բայց այդքան չէ։ Այդքան չէ։ Այս երկրի գլխին, այս գյոզալ երկրի գլխին պետք է կանգնեն քահանա եւ զինվոր եւ կողքից պետք է լինի իմաստունների խորհուրդ։ Միակ ձևը, որ Հայաստանը ճիշտ կկազմակերպվի, դա է։ Երկու բանը, բանակի ընկեր, մեկը քահանա, մեկը զինվոր, պետք է գան։ Բայց այսօր երկուսին էլ լուսանցքում են թողնում, եւ զինվորին, եւ բանակը, եւ եկեղեցին։ Մրցունակ չեն։ Այդ տարրական գրագիտություն չունեն։ Սրանք անգրագիտ են ախը։ Շատ ափսոս, շատ ամոթ է։ Ես օրինակ մեր մասին հիմա տպավորությունը ստեղծվում է սրանցով, չէ՞։ Երբ որ ասում են Արմենիա, это не вы ваш Նիկոլ Փաշինյան, բանն այն է, որ մենք դարձել ենք շատ գավառական։ Ու քանի որ հայը կայսերական ազգ է, այսքան փոջուր ենք, չէ, բայց կայսերական ենք։
հայ ամենտեղ նայում է։ Գնաս այն պապիկները, որ նստած նարդի են խաղում, չէ, ասում են, արա, բայց այն Աֆղանիստանում տեսար ինչ եղավ։ Բայց Ճապոնիան, Լիբանանը, հայ մեծ ազգերը ամենտեղ նայում են, որովհետև ամենտեղ եղել են, որպես կայսրություն, որը Աֆրիկայի հյուսիսն աղեկավար է նույնիսկ, հա, Եթովպիա, Մեթովպիա, ոնց դառան քրիստոնյա, որոտի առաջի հիվանդանոցները այդտեղ հայերը կառուցեցին, այսինքն իշխում էին այդտեղ, Բյուզանդիան մեր կայսրությունն էր, արաբական աղբյուրներում, Բյուզանդիան նոր անուն է, Բյուզանդիա անուն չի եղել, սա 19-րդ դարի վերջից հնարել են Բյուզանդիա անուն, Բյուզանդ քաղաք եղել է, որը Արվարձանն էր, Կոնստանդնապոլսի, իսկ արաբական աղբյուրներում կոչվում է մեծ հայկական տիրություն, հետո մենք ասում ենք, բայ գիտեք, երկու հատ կայսր կար, ոնց երկու հատ, կայսրերը հայ էին, մինչև բանը խաչակրած արշավանքը ու հետո թուրքերի խաչակրած արշավանքը մաքրեց տարածքը, թուրքը հանգիստ մտավ։ Տիկին Ավետիսյան, վերադառնանք մեր օրյա իրականությունը, Հայաստանի Հանրապետությունը այսօր ինչ մարտահրավերների առաջ է կանգնած ձեր գնահատմամբ եւ ինչ կանխատեսումներ ունեք, ինչ զարգացումների կանխատեսումներ ունեք դուք։ Մարտահրավերները բազմապիս են, մենք չենք զինվում, տղեկին դարձնում ենք ոչ թե զինվոր, այլ միլիցա, մենք չենք կրթվում, երեխեքին տալիս են արտիստատ, բայց Աստված գիտի մեջը ինչ կա, ավագ դպրոցը խայտարակ անմակարդակ է, վիճակը վատնա եթե ճիշտը խոսենք, բայց մեզանից յուրաքանչյուրից շատ բան է կախված, դպրոցը վատնա, պապաներ, մամաներ, տատիկներ, պապիկներ, երեխեքի հետ պարապեք, դուք էլ դեր հիշողությունը թարմացրեք, դες համար էլ լավ է, չեք անջատվի այդ սիրիալների վրա։ Թող տղաները գնան սպորտային մարզաձևերի, որտեղ մարզվեն, որպեսի կարողանան կռվել։ Ոչ թե պապան դասավորի, որ տանի արտասահման, ու այդտեղ դառնա կամ նարկոման կամ գալուբոյ։ Այլ թող գա բանակում ծառայի, որովհետև դա պատիվ է, դա հարգանք է եւ դա ապագայում կայանալու լավ պատվանդան է։ Այն տղեկը, որ ծվրվում են ստեղից, իրանք լավ ապագա չեն ունենա, չքան էլ խոսուն դիպլոմների տեր դառնան, որովհետև իրանց մտքում գիտեն, որ իրանց հայրենիքին դավաճանել են, երեխեքը եթե իմանան, որ գնալով արտասահման դավաճանում են հայրենիքին, միգուցե իրանք կասեն լավ էլի պապա, թող մնամ ծառայեմ էլի, ինչ ա եղել։ Բաներ կան, որ մենք ինքներս սխալներ գործում ենք, այդպես որ ամեն ինչ այս աղմաղ իշխանության վրա չի կարելի գծել, չնայած իմ ասած տեսակն է։ Եվ Տիկին Ավետիսյան, վերջում ինչ կանխատեսումներ ունեք 2026 թվականի համապետական ընտրությունների հետ կապված, ում են առաջնորդ ընտրելու է լինելու Նիկոլ Փաշինյանին հաջորդողը։ Չի հասնի, որովհետև չի կարելի այդքան թրկանալ, բոլոր իմաստներով թրկանալ, չի կարելի։ Դա թուրք բառը թրիկ բառից է։ Եվ ում է հաջողելու այդ գործը անել։ Տեր Աստված գիտի։ Այս քաղաքական գործիչները հիմա որ դուրս են բարձել, իրանք շատ վտանգավոր մարդիկ են։ Իրանցից մեկը այն օրը ասեց պետք է քրեականացնել բանը ցեղասպանության հարցը։ Իա բարև ձեզ։ Դա գիտես ինչ է նշանակում, որ անպայման մեջը մտցնելու են ցանկացած ցեղասպանություն, ու ջեհուդները գան մեր կոկորտից բռնեն, ասեն, հանկարծ չասեք, որ չի եղել հոլոկոստ։ Դա դրա համար է արվում, այստեղ գնալով ուժեղանում է ջեհուդական համայնքը, դա արվում է, որպեսի տիրի այստեղ ջեհուդական համայնքը, ու այն մարդը, որը դա ասել է, այն բանը կնքահայրը ֆիլմից, որ ասում է, ով որ կգա քեզ կառաջարկի հանդիպել, իմացի նա է դավաճանը,
Բայց եթե պետական մակարդակով ուրանում են ցեղասպանությունը, ինչպես կանխել այդ ամենը։ Հասարակական գործունեության բազմաթիվ ձևեր կան։ Ոչ մի դեպքում այդպիսի օրենք չպետք է ընդունվի։ Այդ օրենքը ճանապարհ է, որպեսզի ջհուդը գա մեզ բռնի վզից ասի ես եմ տերը ձեր երկրի։ Ամեն տեղ այդպես է արել։ Այդ ամեն տեղ հասել է իշխանության այդ ձևով։ Ոչ մի դեպքում ուղղակի ցեղասպանության մերժումը ամեն մեկիս արյան մեջ պետք է լինի, ամեն մեկիս մտքի մեջ պետք է լինի, ամեն մայր, ամեն դասատու, ամեն տատիկ ու պապիկ պետք է երեխաներին պատմեն, բացատրեն։ Եվ դա ուղղակի գիտես, բաներ կան, որ գիտենք, որ ամոթ է անելը, չէ՞, օրինակ ձայնով քիթ մաքրելը ամոթ է։ Այդ էլ պետք է տենց բան լինի, որ իմանանք, որ ամոթ է տենց բան ասելը։ Կրկին շնորհակալ ենք Տիկին Ավետիսյան, հուսամ մեր հանդիպումները հաճախ կլինեն։ Սիրով, համեցեք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը հայագետ Լիա Ավետիսյանն էր։